Ստեղծել ենք խելացի տուն նախագիծը, որը ի տարբերություն սովորական տան ավելի անվտանգ է, հարմարավետ եւ ինքնավար։ Ունի մի շարք խելացի համակարգեր, որոնք արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխությունների։ Տանշիրի համար 1 դպրոցի աշակերտները խելացի տուն նախագծով մասնակցում են առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության Digicode 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին։ Արդեն 10 տարի անցկացվող մրցույթին այս տարի Լոռու մարզի համայնքներից ստացվել էր 309 հայտ, մարզային եզրափակիչ փուլ է հասել 197-ը։ Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցաշարը այս 10 տարիների ընթացքում մեր մարզում կարողացել է զարգացնել մեր պատանիների հմտությունները, նրանց հնարավորություն տալ հասարակ սպառողից վերածվել պրոդուկտ արտադրողի, այսինքն նոր խաղեր, նոր ծրագրեր նախագծողների եւ այդ ծրագրերը կյանքի կոչողների։ Սա շատ գովելի է, որ մեր մարզի գրեթե բոլոր բնակավայրերից մենք ամեն տարի ունենում ենք մասնակիցներ եւ մարզային եւ հանրապետական փուլերում։ Տարի մասնակից աշակերտների եւ թիմերի քանակը ավելանում է։ Արդեն ունենք մասնակից 8500 աշակերտ, ովքեր մասնակցել են։ Սկզբնական շրջանում ավելի շատ երեխաներ ներկայացնում են այնպիսի խաղեր, որոնք իրենք են խաղում, կարելի ասել խաղերի նմանակումներ, իսկ հիմա գնալով արդեն նրանց ստեղծագործ միտքը ավելի լայն է։ Վանաձորի համար 7 դպրոցի արմատ աշխատանոցի խմբավար Աննա Վարդումյանը Digicode-ին նախորդ տարիների մասնակիցներից է։ Այժմ նրա աշակերտներն են մասնակցում մրցույթին աղվես ծրագրավորման լեզվով։ Աշակերտները սարքել են արմատը որպես ուսուցիչ խաղ է։ Նրանք մտածում են, որ ուղեցույցերը եւ վիդեո տեսանյութերը երեխաներին ձանձրացնում են, բայց խաղի միջոցով նրանք կարող են ստանալ ավելի շատ գիտելիքներ։ Խաղի ընթացքում երեխաները եւ սովորում են արմատի ծրագրերը, ծանոթանում են արմատի ծրագրերի հետ եւ վերջում ստանում են իրենց գիտելիքները հարցաշարերի միջոցով։ Մարգահովիտից Սուսանը մրցույթին ներկայացրել է իր ստեղծած քիմիայի վիրտուալ լաբորատորիան, որով ցանկանում է մեծացնել քիմիա առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը։ Խաղը ներառում է փորձեր, բանաձևեր, քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վիրտուալ տարբերակը։ Անհատը, ով օգտվում է իմ խաղից, այս ուրեմն ծրագրի շրջանակներում նա կարողանում է ուրեմն օգտագործել խաղը որպես ուսուցման մեթոդ, այսինքն նա կարող է ձայնային տեղեկատվության միջոցով դիտել իմ խաղը, կարող է նաև սովորել դրա միջոցով, հասկանալ փորձերը, քանի որ շատ դպրոցներում չկան քիմիայի լաբորատորիաներ կամ հագեցված չեն, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի նրանք գոնե վիրտուալ ձևով հասկանան փորձերի իմաստը։ Մարզային փուլի հաղթողները կմասնակցեն Digicode 2025 հանրապետական մրցույթին։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։